Հարգելի հայրենակիցներ, 2025 թվականին Հայաստանի ազգային ժողովը ընդունել է Եվրամիությանն անդամակցելու մեկնարկի մասին մի օրենք, ի սկզբանե կամ միտումնավոր կամ չհասկանալով, որ դա անհեռանկար ըստ էության fake գաղափար է եղել, ինչու փորձեն բացատրել տնտեսագիտական տեսանկյունից։ Ձեր մեջ կան բազմաթիվ տնտեսագետներ, ովքեր պետք է որ բացատրած լինեին այն աքսիոմատիկ ճշմարտությունը, որ բոլոր այն երկրները, որոնք չունեն արտահանման իրենց կառուցվածքում առնվազն 40% եւ ավել մասնաբաժին դեպի Եվրամիության երկրները արտահանման, Եվրամիությունը ընդհանրապես չի էլ բանակցում անդամակցության հետ կապված։ Հայաստանի արտահանման կառուցվածքում այդ մասնաբաժինը 7-ից 8% ընդամենը, այսինքն դա մի անհեռանկար գաղափար է եղել եւ հաշվի չի առնվել նաեւ աշխարհաքաղաքական իրողությունները, որ մենք հարաբերություն ենք փչացնելու Եվրասիական միության հետ, որի հետ ունենք շուրջ 8 միլիարդ դոլարի առևտրաշրջանառություն եւ նաեւ հաշվի չի առնվել, որ միայն Եվրասիական միությունը չի։ Մենք ունենք ազատ առևտրի համաձայնագիր Վիետնամի հետ, Սինգապուրի հետ, Իրանի Իսլամական Հանրապետության հետ եւ այսօր վտանգի առջև են կանգնած կապված Եվրասիական միությունից դուրս գալու հետ եւ մենք ունենալու ենք շուրջ 5.5 միլիարդ դոլար ապրանքների մասով մինչև 20% գների թանկացում կապված մաքսատուրքերի գանձման հետ, եթե մենք դուրս գանք Եվրասիական միությունից։ Հաշվի չի առնվել մեր հարևան Վրաստանի փորձը, որը 16 թվականին ստորագրել է Եվրասոցիացման համաձայնագիր, խոր եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագիր, մինչդեռ արտահանման կառուցվածքում 50%-ից ավելին բաժին եկնում Եվրասիական միությանը, նույնիսկ այդ պարագայում։ Եվ սա հաշվի չառնել, ես չգիտեմ սա ինչ է նշանակում, խոսքս վերաբերում է արտաքին առևտրի, ներողություն, արտաքին գործերի եւ միջազգային առևտրի նախարարության հետ անվանափոխության հետ, ես չգիտեմ ինչ կախարդական փայտիկ պետք է լինի, որ մենք այս վտանգներից զերծ մնանք, այսինքն անվան փոփոխությունը որևէ բան չի նշանակում, եւ ես կարծում եմ, որ մենք պետք է լուրջ վերաբերվենք այս խնդիրներին, անունը կփոխենք, էկոնոմիկայի նախարարություն կլինի թե ինչ, մենք այսօր կանգնած ենք Եվրասիական միությունից դուրս գալու վտանգի առջև։